Անունով և Որդով և Հոգու Սրբով ամեն։ Զենքբատների աստվածության գող զարդարեցել մարդն առաջին և զբաղվիրան ոչ բարելով դարձավ իհով ընդմահու անգյալ թագավորին։ Դու ով Աստված, որ առաջին մարդը քո աստվածության պատկերով ստեղծեցիր, այն մարդը քո պատվիրանները չվահելով ետ հողին դարձավ և մահու թագավորության դիրության տակ ընկավ։ Այս խոսքերը սիրելիներ մեր մարգարեի շարականից խաղաց եմ այսօր, որ այսօրվա Կիրակի օրվա օրհնության շարականի խոսքերից է։ Այս խոսքերը կավեցին, քանի որ այսօր մեր եկեղեցին նշել արտաքսման Կիրակին։ Ինչպես գիտեք, մեր եկեղեցու հայրերը մեծ բախտի ընթացքը զետեղած են որպես ժամանակ հոգևոր ինքնակրթության և վերանորոգման։ Այս հոգևոր ճամփորդությունը կպատվենա մեծ Կիրակները, որոնք մեզ կառաջնորդեն դեպի ավագ շաբաթ և հարության օրը։ Որպես այս հոգևոր խորհուրդի և ճանապարհորդության ընթացքին մեր եկեղեցու հայրերը յուրաքանչյուր Կիրակի թեմանը զերեղած է։ Անցյալ Կիրակի հիշեցին տուն բարեկենդան, որոնք եկեղեցին մեզ հիշեցուց, որ Աստծո կամքն է, որ մենք երջանիկ հանդերձ կյանք ապրենք։ Այսօր երկրորդ Կիրակի թեման արտաքսման թեման է, որով եկեղեցին մեզ հիշեցնե ինչու այնքան կյանք չէ, որ մենք ապրենք այսօր, ինչու կան պատերազմներ, հիվանդություններ, մահ, ադելություն, հալածանք, եթե Աստծո կամքն է, որ մենք բարի ապրենք, ինչու այդ բարի կյանքը այսօր չկա։ Եվ հաջորդ Կիրակիներով եկեղեցին մեզ կառաջնորդել զանազան թեմաներով, թե ոնց կարանք ետ վերադառնալ այդ բարի կերկան կյանքին, ուրախ և ճարիք կյանքին։ Սակայն այսօր ենք անդրադառնանք այս Կիրակի օրվա թեմայի վրա, որն է արտաքսման Կիրակին։ Թեման անշուշտ կին կարներ ծննդոց գիրքի երրորդ գլխու պատմվածքներ, ուր կգարտան ինչպես ասված Ադամ և Եվան ստեղծեց և իրենց երջանիկ կյանք տալ դրախտի մեջ և ըսավ ամեն ինչ դրել, ամեն ինչ ծերծարայության համար ուտան, միան աստղի ծարայությունից մի ուտել։ Անշուշտ նպատակը գտումը չէ, այն նպատակը տեսնել, թե Ադամ և Եվան այնքան սիրել Աստծո, որ ինքանքին հնազանդի կամ ոչ։ Սակայն, ինչպես շարակատերքում գուսել, Ադամ և Եվան Աստծո պատվիրանը չպահեցին և դրա համար ինքան այդ դրախտային վիճակից Աստվածաշունչը գսել և Աստված որոշեց անոնց դրախտից դուրս հանել, այս դրախտի մոտ դերնը, սակայն հրեշտակներով շրջապատեց դրախտը, հրոս սուրերով, որպես այլևս դրախտ մտնելը անգանելի է Ադամ և Եվային։ Ադամի մեղքով սիրելիներ դրախտը փակ է այլևս։ Սակայն թեման այսօրվա Կիրակին ինչի գծարայել։ Նախ եկեք մտածել, թե Աստված ինչու այսքան խիստ որոշում արավ։ Ամենքս գիտեք, որ կարամ սխալ մընել, սխալ բուդուրի ծարին բուդում ունել, անոր հետևանք ինչու կգնա հավերժ պատժվին և հեռացվին դրախտից։ Եկեք անդրադառնանք Ադամ և Եվայի մեղքի խորքի մասին։ Նա Ադամ և Եվան ավելքան բարձապես ծարինը ուտուվեն ուտելու, անոնք դիմեր չհրազանդեցան Աստծո կամքին։
նրանց մեղքը։ Աստված հստակ ամեն ինչ ձեր խրախտի ցենցարայության համարված է միայն Աստծանի բնումը դիմն է։ Իրենք չհնազանդելով Աստծո կամքին Աստծանի բնույթ կերան։ Մեղքը, որ մենք մինչև այսօր շարունակում հստակ գիտնալով Աստծո կամքը մենք անելիադեն որոշենք հակառակ բան անել։ Գարունես մեր ոմանք ինձ ջանք չեն կարել գիտնալու համար Աստծո կամքը ինչ է։ Դիվ երկու հպատություն Ադամ և Եվան աստվածաշունչը մտածեցին երեսին, եթե մենք այս ուղղությունից ունենք, մենք աստվածներ դառնանք։ Իրենք իրենց հպատությամբ կարծեցին Աստծո հավելյալ դեր։ Ուրեմն իրենց մեղքի մեջ խորը նայեցավ այդ մարդկային հպատությունը Աստծո կամքի հակառակ։ Մենք կարնամանավես սերուներ, մեզ մեջ շատերը կարծեն մի քանի կուրս թվականություն, քեմիստրի եւ այլն աստվածաբանություն սովորելով մենք կարդանանք ամենագետ եւ մենք որոշենք մեր կյանքի քայլերը, այլևս մենք չունենք աստվածաշունչի եւ եկեղեցու սուրբ ավանդույթը։ Երրորդ խորքը ասմերքին, որ Ադամ եւ Եվան ոչ թե միայն չխոստովանեցան իրենց մեղքը Աստված, այլ թարգվեցան, բախվեցան։ Հետաքրքրական արտահայտում կա եբրայերենով շատ գեղեցիկ է։ Աստված ասե Ադամ ուր ես, Աստված ամենարյալ, ամենատես, շատ լավ գիտեր ասել Ադամ ուր է։ Եվ ասել վայիկրա Ադոնայ Էլոհիմ Էլ հա-Ադամ Աքեյնա ուր ես Ադամ վերջի արին տալով, որ Ադամ սեդեր նեղարջեցի, ներեզից, փոխանակ սեդու նեղարջեցի ներեզից, Ադամը բաղդի, գտակուրի, դիպի և եղան, և վերջի սե հոս է, դեր հոս է, այսիկին, եթե իրարես դու ապերականը դալով չես տեսնուզիս, ես հոս է, փոխանակ սեդեր նեղարջեցի, նետրամար բաղդան, բաղդազ է, չեմ կարակ ես տեսնել։ Նույն մեղքը մենք այսօր կտեսնենք։ Մենք այսօր կփորձենք մենք մեզ ցույց տալ որպես սուրբեր։ Գաղտնի շփի։ Մենք ոգևորականներս որպեսզի որպես սուրբ հայտնվի։ Բայց Աստված գիտեր մեզ ուր ես ոգևոր ճանապարհի մեջ։ Աքեյնա հրաշքան տանում։ Չորրորդ խորքը ասմերքին սիրելներ, որ նրանք ոչ թե միայն չխոստովանեցան, այլ պատասխանատվությունը չստացվեցին։ Չսեցին ճիշտ է մեղքերին, աժագերի աչքի, այլ ուրիշներ նեղացրեցին։ Եվանը սավ օծը դվանեցի, Ադամ սավ Եվան դվանեցի, փոխանակը սերու այո ճիշտ է ներաստված, մեղքերին։ Նույն մեղքը մենք այսօր շարունակենք։ Երբ որ Աստծո կամքի հակառակ բան ունենք, մենք փորձենք արդարացնել։ Դե ամեն մարդ այդպես է անում, չկաս աշխարհում այդպես, Հայաստանում այդպես է բազարը, գամքի բաններ դկարել, ընտանիքում հողբեցին, ի վերջո, փոխանակը սեր սխալի, ով հայր ներեզիս, պատճառաբանություն կտանք արդարացնելու մեր մոտ։ Տեսնակ ինչ խորունգ է Ադամի կայները։ Ինգերորդ խորունգ որ ուզեմ ծծրադարձանալ։ Եվ այն որ ամեն հարաշտությունը, ամեն մարդիկները, որ Աստված տվավ Ադամի վրայում, բավարար չի։ Անում դուշ տավես, որով մենք ավելի շատ։ Մեր կյանքի մեջ ասված մեր իդեալի պատմություններ են։ Մեր ընտանիքը, մեր առողջությունը, մեր ուսումը, մեր զավակները, մեր եկեղեցին, մեր հավատքը, մեր գործը եւ այլն, բայց ընդհանրապես մենք
ավելի ուզել։ Ամեն միջոցներ ստեղծել, որ ավելի ունենան։ Այդպեսով գտնենք նախահայր կողմնակավոր կատարած մեղքը։ Եվ իվերջո սիրելիներ, վերջի խորքը, որ ուզեցեց հրավիրել ատամական մեղքին, որ այն է նրանց համար աշխարհի հաճույքը։ Աշխարհական գեղեցկությունը հաճույքները գերադասեցին աստվածային ճշմարտության վրա։ Նորից հետաքրքրական եբրայերեն կատարություն կա հիվանդական մեջ, ուրիշ Եվան տեսավ դուքը լավ է։ Դուք անշուշտ լավ է, նոր հատավ աստված նոր ստեղծեց։ Դուքը լավ է և աչքի գեղեցիկ և տեսնելու գրավիչ։ Երեք հացականներ Եվան գրավուտեցավ դեսիկով աշխարհական հաճույքներում և պարտին և նորցավ աստվածային ճշմարտություն։ Նույն մեղքը, որ մենք այսօր գտնենք սիրելիներ։ Աշխարհի մեջ ժամանակավոր անցողական արտահայտություններ, դեպքեր, հաստատություններ մեր սիրտերը գրավել և մեզ կանչաբերել աստվածություն։ Ահա թե ինչու աստված ստիպված է խիստ պատիժ տալ, ոչ թե միայն հեռացուց Ադամ և Եվային կյանքից, այլ նաև արգելեց նրանց, որ կյանքի ծառայություն են հետաքրքրել, մինչ այդ իրավունք ունեին կյանքի ծառայություններում, այսինքն հավիտենական կյանք վայելելու, բայց երևակայեցեք մեկ բան, որ Աստծո կյանքի հակառակ գնաց, իր կյանք ու հաճույքը գերադասեց Աստծո կյանքի վրա, եթե այդպիսի մեկը հավիտենական ունենա, մենք հավիտենական պայքար ունենք բարի և չարի միջև։ Եվ լավ Աստված ոչ թե միայն իրենց դրախտից դուրս արեց, այլ Աստված նաև արգելեց նրանց, որ կյանքի ծառայություն ունեն։ Ինչու համար մեր եկեղեցին երկրորդ կիրակի նշանակած է այս թեմանցիները։ Եվ որ դժվարին մեր հոգևոր ճանապարհորդությունը մեծ բան, որը նպատակը Հիսուսի անդրադառնալն է մեր հոգևոր առողջության մասին, մեր կյանքի մասին, որպես հետևորդներ Քրիստոսի։ Առաջ կանգնարը որ պետք է անենք, մենք մեզ և տեսնենք մեր քայլերը, մեր որոշումները, մեր մտքերը, մեր նախորդությունները, մեր արտահայտությունները, մեր հարաբերությունները ամենը համաձայն որ կմահանջեն դարձան ուրիշներին, մենք դերյակ ենք Աստծո կյանքից կապող, մենք կգարտան շուտին, կհաջատենք եկեղեցիարություններում, դերյակ ենք և դավանությունից կապող, որում կհաջորդյան շուտ երկրորդ կյանքորներ, արդյոք մեր որոշումները, մեր քայլերը, մեր նախորդությունները համաձայն են Աստծո կյանքից, որում կհաջորդյան մեծ վախտացին որոշում անել, որպեսզի արմատախիլ ենք մեր սրտերից մեր օրիներից։ Թույն ուսած շարի երևակները, հպարտություն, անքնասյունություն, Աստծո կյանքի հակառակ, մշտապես որոնել ավելի և շատ աշխարհի մեջ։ Եվ փորձենք մեծ վախտի կացվին, մեր սրտերն ու հոգիները մատնելով այս Քրիստի, հինց, չար արմաններից, վերանորոգված շարունակենք և հոգևոր ժառանգություն մեծ վախտին, հարականելով Աստված, որ քույր և սուխ այս և միշտ և հավիտյան սարսանից